կան նաև այլ հարցեր, որոնց մեր իրականության մեջ ընդունված չէ անդրադառնալ։ Օրինակ, ինչու է մայր աթոռը էջմիածնում։ Ինչու է մայր աթոռը էջմիածնում։ Մեր սիրելի ներկա ուսանողներից կարող են օրինակ պատասխանել կամ ունեն վարկած ինչն է պատճառը, որ մայր աթոռը գտնվում է էջմիածնում եւ ոչ թե ասենք Արտաշատում, Երևանում, Գյումրիում, ինչն է պատճառը։ Կա ուսանողները ունեն, կան չէ ներկաների մեջ, կա վարկած, ինչն է պատճառը, որ մայր աթոռը գտնվում է էջմիածնում։ Դրա համար կա ընդամենը մի պատճառ, որովհետեւ 301 թվականին Հայաստանի մայրաքաղաքը Վաղարշապատն էր։ Այսինքն միայն Վաղարշապատի մայրաքաղաք լինելու հանգամանքն է պայմանավորում մայր աթոռի էջմիածնում լինելը, էջմիածինը իմիջայլոց մայր աթոռի կառուցման վայրն է, որ համաձայն ավանդության տիրոջ իջնելու վայրը, բայց դա էլ է հարց, ինչու է Տերը իջել հենց այդտեղ, որովհետև Տերն էլ չի կարող պատահական տեղում իջնել, չէ՞, նա էլ գիտի, որ որտեղ է պետք իջնել եւ տվյալ դեպքում Տերը իջել այդ տեղում, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը։ Հաջորդը, ինչու է առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցի կողմից բացվել Վաղարշապատում։ Էլի դրա համար կա ընդամենը մի պատճառ, եւ այդ պատճառը հետեւյալն է, Վաղարշապատը Հայաստանի մայրաքաղաքն էր եւ ուրիշ որևէ պատճառ դրա համար չկա։ Իմիջիալոց ես ուզում եմ ասել, մի շատ կարևոր հանգամանքի մասին եմ ուզում խոսել, որովհետեւ երբ որ ես սկսեցի խոսել իրական Հայաստանի գաղափարախոսության մասին, շատ քննադատություններ հնչեցին, թե ահա այս կառավարությունը, այս վարչապետը փորձում են նենգափոխել մեր պատմությունը, փորձում են փոխել մեր ինքնությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Այն ինչ քիչ առաջ ես ձեզ ասացի, այդ բոլորը ես բնականաբար ոչ մի նոր պատմական փաստ չեմ ոչ միայն հորինել, այլև ինքս չեմ հայտնաբերել, բարեբախտաբար թե դժբախտաբար չգիտեմ, եւ բոլոր այն փաստերը, ինչի մասին ես ասեցի, ես նույնիսկ այստեղ էջերը նշել եմ, որ եթե հանկարծ հարց ծագի ինչքանով են այդ պատմական փաստերը հավաստի, բոլորը բերված են այս գրքից։ Հայոց պատմություն, ակադեմիական հրատարակություն 2018 ճիշտ է թվական, բայց այս գիրքը հարցված էր տպագրել մինչև իմ վարչապետ դառնալը եւ հետեւաբար որևէ կերպ իմ ազդեցությունը այս գրքի հրապարակման, ել չեմ ասում, որ մեր հարգելի պատմաբանական հանրության վրա ով ասես ազդեցություն ունի բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է եւ մենք նման խնդիրներ մեր առաջ ընդհանրապես չենք դնում։ Եվ բայց այս գրքում ինչ է գրած, կարևորը այս գրքում արձանագրված է, որ գրերը ստեղծվել են հայոց արքայի հովանավորությամբ, որ դպրոցները բացվել են հայոց արքայի Վռամշապուհ արքայի հովանավորությամբ եւ այլն, այսինքն ինչ ես շարադրեցի բացարձակապես ակադեմիական հրատարակված պատմության գրքերից են, բայց կա նաեւ մի հատ շատ ուրիշ եւ կարեւոր հարց։ Ես խոսեցի 301 թվականին ծավալված եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին։ Իսկ հարց 301 թվականից առաջ մենք ունեցել ենք ինքնություն, թե չենք ունեցել։ 301 թվականը արդյոք մենք կարող ենք ասել, որ 301 թվականը այն տարին է, որից հետո մենք կամ դարձանք կամ սկսեցինք կոչվել հայ։ 301 թվականից առաջ արդյոք մենք կոչվել ենք հայ, արդյոք ունեցել ենք ազգային ինքնություն։ Իհարկե ունեցել ենք։ Բա հիմա եթե մեր երեք հիմնասյուները ոչ գրերը, ոչ հայ առաքելական եկեղեցին, ոչ քրիստոնեությունը չեն եղել, բա ինչ է դա կապված մեր ինքնությունը։ Բա մենք ինչի հաշվին ենք կոչվել հայ։ Ինչի հաշվին ենք, բարձա մենք հայ առաջին հերթին մենք խոսում ենք էթնիկ խմբի մասին, բայց էթնիկ խումբը իմիջայլոց այս ակադեմիական հրատարակության առաջին հատորի առաջին գիրքը
չի հրապարակվել դեռևս, ես հույս ունեմ, որ մեր ակադեմիական հանրությունը առաջիկայում կհրապարակվի, որտեղ կձևավորվի կլինի պատմությունը, մեր պաշտոնական պատմությունը, ակադեմիական պատմությունը, մեր էթնիկ, մեր էթնոսի ձևավորման մասին, չնայած դրա վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ կան, բայց իմ հարցը հետևյալն է, 301 թվից առաջ ինչի շնորհիվ ենք մենք ունեցել այն ինքնությունը, որը հետագայում 301 թվականին զարգացել է քրիստոնեության ընդունմամբ եւ գրերի գյուտով։ Էլի ուրիշ հատկանիշ, բացի պետությունը չկա։ Մենք հայ կոչվել ենք եւ առնվազն այդ ինքնությունը արձանագրել ենք միայն պետության շնորհիվ։ Միայն պետության շնորհիվ եւ պետության գոյության պայմաններում։ Եվ սա եւս մեկ հիմնավորում է, որովհետեւ եթե մենք 301 թվից առաջել ենք եղել հայ, իսկ մենք եղել ենք հայ, ակնհայտ է որ եղել ենք հայ, պետք է հասկանանք իսկ ո՞րն է այն հատկանիշը, ո՞րն է այն ինստիտուտը, որը կանխորոշել է եւ ամրապնդել է մեր ինքնությունը։ Իհարկե դա պետականությունն է։ Իհարկե դա պետականությունն է, այն տարբերությամբ, որ մենք թերևս այդ ինքնությունը ձևավորվել պետականություն հասկացություն այն ժամանակ չկար որպես այդպիսի, այսինքն գոնե ես չեմ հանդիպել, որ մենք այդ ժամանակների պատմության մասին խոսելիս օգտագործենք պետություն, պետական, այդ ավելի ուշ հաստատված գիտական ձևակերպումը, բայց ինքնությունը այդ ժամանակներում բոլոր ինքնությունները կամ շատ ինքնություններ կանխորոշվել են արքաներով, այսինքն արքան է եղել պետության սիմվոլը եւ ինչպես Լյուդովիկոսը ժամանակին ասել է, պետությունը ես եմ եւ բնականաբար մեր դեպքում էլ պետությունը եղել է Արտաշես արքան, Տիգրան արքան, Տրդատ արքան, մյուս արքաները, Երվանդունիները, Արտաշեսյանները եւ այլն եւ այդպես շարունակ։ Հետեւաբար սա եւս մի փաստ է եւ կանխադրույք թե, որը հիմնավորում է թեզը, որ մեր պետությունը մեր ինքնությունն է եւ հետեւաբար իմ կանխադրույթը այս տրամաբանությամբ այն է, որ Հայաստանի Հանրապետությունն է մեր ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետությունն ու նրա գոյությունը եւ նրա զարգացումն է մեր ինքնության պահպանման երաշխիք։